կլուծվեն խնդիրները։ Կներեք, դուք կարող եք ասել ինչ խնդիրների եք բախվում, որպես Yandex.Go-ի վարորդ։ Ես հենց նոր իմացա, որ ուզում են տոկոս բարձրացնել, արդեն իսկ տոկոսները բարձր է, բավականին։ Էլ սրանից հետո ես չեմ տեսնում, մենք գումար չենք վաստակում, պատկերացրեք, որ Ժամանակա դուք վարում։ Պարկին տալիս ենք Yandex-ի իր բաժինն է քաշում, էլ սրանից են կողմ ես չեմ պատկերացնում տոկոս պլյուս դրան այո, հարկ ենք վճարում, պետ տուրքն ենք տալիս, չունենք ստաժ, գրանցված չենք, ես չեմ հասկանում, պիտի միջոցներ ձեռք առնեն մարդկանց կամ տան որոշակի ստատուս, որպեսզի ստաժ ունենան, պլյուս դրան արդեն իսկ բարձր է տոկոսները։ Ես չգիտեմ ուղղակի ուր ենք ուզում հասնենք, աստղաբաշխական գներ են տոկոսները։ Եթե ամեն պատվերից պատկերացրեք, այդքան տոկոս 16.5 է, չէ՞։ Հա, պլյուս հարկերը։ Որքան ժամանակ է արդեն որ վարորդ եք Yandex-ի։ Տարի է համագործակցում եմ Yandex-ի հետ։ Իմ մոտ էլ է, երբ որ պրեմիում դաս չեմ քշել, ես հիմա պրեմիում դասի մեքենա եմ քշում։ Բայց եղել է ես էլ եմ այս բողոքի այս բանին, ես էլ եմ համաձայն, որովհետև այդ նույն տաքսու վարորդել ես եմ աղջիկս, եւ սա ինձ էլ է վերաբերում, կուզենայի որ հաշվի առնեն այս ամենը, չի կարելի։ Մենք մարդ ենք, չէ՞, այնպես էլ ամբողջ օրը խցանումների մեջ, ես հենց նոր պատվեր ստացա, եկա այստեղ, անջատեցին, աջակցությանը զանգեցի, ասում եմ ցավում եմ, բայց ոչ մի բանով, ասում եմ ինչի համար եք ցավում։ Ես իմ համար կարող եմ ցավել, որ այս խցանման մեջով քշել եմ, հասել եմ, եկել եմ այստեղ ու նույն պահին ասում եմ, հա ես ստուգեցի, ճիշտ եք ասում, նույն պահին անջատվել է պատվերը։ Կփոխանցեմ համապատասխան միջոցներ ձեռք առնեն։ Ձեր հիմնական եկամտի աղբյուրն է վարորդ։ Այս պահին այո, աշխատանք եմ ունեցել, հիմա չունեմ, կորցրել եմ։ Ինչ ակնկալիքներ կան այս բողոքի ակցիայի հետևանքով։ Կուզենայի, որ Yandex-ը վերանայի իր տոկոսների հետ կապված, մնացածը կարծում եմ բոլորիս գոհացնում է, բոլորս մի կերպ այսպես համատեղում ենք։ Բայց այս տոկոսների բարձրացումը ինձ թվում է ես ինքս կկանգնեմ, որ ես չեմ քշի ոչ մի տեսակի Yandex-ի սերվիսից, ոչ կքշեմ, ոչ էլ կօգտվեն ինչ որ Ես ինքս էլ դեմ եմ սրան, դեմ եմ։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ աղջիկ։ Իսկ ինչ մնում է, որ ասում եք մնացած վարորդները, հիմա ասեմ մնացած վարորդները քիչ են կացել։ Մարդիկ կան 14000 օրավարձով ավտո են վեկալում, իրանք ստիպված հոգով սրտով մեր հետ են, ստիպված իրանք ավտոյի տերը ասում է ինձի չի հետաքրքրում, այդ 14000-ը կբերես կտաս, ամեն օր ինձի չի հետաքրքրում, դու ուզում ես գնա ցույցի ինչ ես ուզում անես, օրավարձ են մուծում, տան վարձ են մուծում, լենականից մարդ կա գալացող ստեղ քշում է, աշխատում է, չի կարա, որ այս 2 ժամն է, վարորդը նորից եմ կրկնում, իրավունք չունի 14 ժամ ռուլին ելնի, եթե 14 ժամ ինքը ռուլին չէ լավ, ինքը չի կարա փող տանի տու։ Առավելապես դժվար են բարձր սակագներում օրավարձով քշող վարորդները։ Մի հատ որ խնդրեք, Եթե բարձրացա, բոլորս ենք։ Ինչի համար չեն, էլի, այսինքն այսքան Այս կնոջը Yandex լսում ես, եթե բլոկեցի, մեր ձեռից չես կրծնել։ Լսում ես, եթե ձեզի ինչ-որ բան բլոկեցի, իմ ձեռից Այևը անջատում ես, այրած հետ նստա։ Factor TV-ին մոնտաժ է կանելու եւ ուղիղ եթեր։ Հիմա նորից եթեր կարող եմ խոսել։ Մի հատ կոչ անի մնացած կին վարորդներին, ուզում եմ մի հատ կին վարորդներին մնացածին կոչ անի, որ մյուս անգամ իրանք էլ Վարորդին էլ կա, բայց որպես վճարով դու չես։ Այդպես չի գրում վճարով։ Հարգելի կին վարորդներ, կոչ եմ անում ձեզ էլ նաև միանաք այս ակցիային, որովհետև դուք ինքներդ էլ ընտանիք եք պահում, երեխաներ եք պահում, գումար եք վաստակում ձեր վարելով, կխնդրեի, որ դուք էլ միանաք մեզ, տեսնենք այս հարցին ինչպեսի լուծում պիտի տանք։ Եվ կխնդրեի Yandex-ին հարգանքներով, որ
Խնդրում եմ ուղղակի ավելի մեկ վատթարացնի վիճակը, բարձրացնելով այս տոկոսը, որովհետև այսօր մարդիկ ընտանիք են պահում, խնդիրներ ունեն, վարձով են ապրում, օրավարձով մեքենա են քշում, խնդիրներ ունեն, հասկանում եք ժողովուրդը։ Խնդրում եմ ուղղակի որպես կին վարորդ վերանայել ես ձեր որոշումը, ես ուղղակի լսեցի անցնում էի ճանապարհով, որոշեցի միանալ իմ գործընկերներին, քանի որ ես էլ եմ այս գործը կատարում սիրով, կուզենայի որ ընդմիշտ համագործակցենք ձեզ հետ, այնպես անենք, որ մեկս մյուսից կարողանանք հարգել։ Ես եմ շնորհակալ։ Merci շատ,